Բարի սիրելի հայրենակիցներ, հուսամ լավ եք։ Այսօր ուզում եմ կրկին խոսել հետվճարի միջոցով կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման վերաբերյալ, ինչպես գիտեք, մենք փոխել ենք չափը հետվճարի եւ հունվարի 1-ից այն կազմում է 20% մինչեւ 10,000 դրամ եւ դուք կարող եք ձեր կենսաթոշակները եւ նպաստները ըստ էության ինքնուրույն բարձրացնել այդքան չափով։ Դրա համար պարզապես պետք է առևտուր իրականացնել անկանխիկ առևտրի կետերից Հայաստանի Հանրապետությունում գործող։ Բայց ուզում եմ խոսել նաեւ մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին, դա 2% հետվճարին է վերաբերում, որը էլի կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի միջոցով, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն առկա քարտով։ Հիմա ուզում եմ ցույց տալ նաև պատկերավոր կերպով։ Տեսեք, սա Visa քարտ է մեր բանկերից մեկի, ես հատուկ փակել եմ, որ գովազ չհնչի, իսկ սա առկա քարտ է, որի վրա գրված է առկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ Visa կամ Master փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը եւ հետեւաբար ես կոչ եմ անում օգտվել այս հնարավորություններից, ինչպես նաեւ կոչ եմ անում մեր մոտարպես 48,000 այն կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին, որոնք դեռևս ստանում են իրենց կենսաթոշակն ու նպաստը կանխիկ եղանակով, արագ անցում կատարել անկանխիկի, վերցնել իրենց ցանկությամբ այս տեսակի քարտերից որևէ մեկը, եթե ուզում են պարզապես 20%, ապա Visa կամ Master բանկերից, եթե ուզում են 22%, ինչը ես ինքս էլ իդեպ այս պատահական չեմ ցույց տալի, ես առկա քարտ չունեի, հատուկ եմ հանել, որպեսզի նաև խրախուսեմ մարդկանց եւ այդ 2% հետվճարի ծրագրից օգտվել, ապա անցում կատարեն սրանց եւ ըստ էության բարձրացնեն իրենց կենսաթոշակներն ու նպաստները այդքան չափով, նաեւ հիշեցնում եմ նաեւ, որ մենք ունենք ապրիլի 1-ի վերջնաժամկետ ընդհանրապես ամեն ինչ անկանխիկ անցնելու կենսաթոշակների նպաստները, որին չարժե սպասել, արժե դա անել հնարավորինս արագ եւ օգտվել այս լավ հնարավորություններից։ Խնդրում եմ հնարավորինս տարածել այս տեսանյութը, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն եւ օգտվեն այս հնարավորություններից։ Լավ եղեք, ցտեսություն։